Արդեն երկար տարիներ շարունակ ես պիցցան պատրաստում եմ միմիայն այս խմորով։ Իսկ իմ հյուրերը ուտելուց հետո անպայման ինձնից խնդրում են հենց այս խմորի բաղադրատոմսը։ Այսօր այդ բաղադրատոմսով կկիսվեմ նաև ձեզ հետ։ Բաղադրատոմսը գրամներով կգտնեք նկարագրության բաժնում։ Իսկ հիմա մի քանի մանրուք պատրաստման ընթացքի մասին։ Առաջինը, խմորը հասունանալուց հետո պիցցայի գնդերը ձևավորեք նախապես եւ թողեք սրբիչի կամ ցելոֆանե թաղանթի տակ եւս 15-ից 20 րոպե հասունանա։ Երկրորդը, ալյուրի փոխարեն օգտագործեք սպիտակաձավար, նույն ինքը մաննայա կրուպա։ Պիցցայի ձևը ստացեք ձեռքերի օգնությամբ, առանց խմորը շատ սեղմելու։ Երրորդը, երբ քսում եք սոուսը, աշխատեք այն չքսել կողային հատվածներում եւ շատ երկար մի թողեք ջեռոցում։ Հանեք պիցցան, երբ կողքերը մի փոքր կարմրել է։ Դե ինչ, պահպանեք այս մի քանի կանոնը եւ վայելեք համեղ պիցցա։ Իսկ դու չմոռանաս հետեւել իմ էջին ավելի հեշտ ու համեղ բաղադրատոմսերի համար։ Պատրաստեք ու վայելեք, բարի ախորժակ։